Բայց այսինքն Սոնի Ղարաբյան Ռուսիայի ֆինանսինգ ընկերության կողմից այսօր մարտ 16 2025 թվականը արդեն առաջի երամսյակը շուտով իր ավարտին է հասնելու շուտով զատիկվա համար ենք պատրաստվելու դեռ մի ամիս ունենք մինչև զատիկ մի ամիս ավել բայց պաշտոնական առաջի երամսյակը 2025-ի շուտով վերջանում է Ինչեր ունենք այս շաբաթ, բավականին կարևոր լուր տեղեկություններ ունենք, եւ այդ տեղեկությունների մեկ մասը պարզապես մամուլի վրա ինչ-որ mainstream լուրերն է հասկացող, այսինքն բուն լուրերը, որ տարբերություն անում ժողովրդի համար եւ անշուշտ ունենք տեղեկություններ, որ դուք չեք լսում, բայց մենք լսում ենք, որ ուզեմ տանք փոխանցեմ ձեզ, որպես դուք էլ սովորեք ինչ է կատարվում այսօրվա ֆինանսավորման աշխարհում Ընդհանրապես lending, mortgage lending, commercial, residential ֆինանսավորումները եւ անշուշտ ինչեր է կատարվում real estate-ի շուկան, էլի նորեն commercial կամ residential շուկաները որպես ձեր համար, եթե ներդրում եք ուզում կատարեք, եթե ձեր առաջի անգամ տուն եք առնում կամ եթե ընդհանրապես տանտեր եք, էլի commercial տանտերներ, landlord եք, դե ոչ, ինչ լուրեր ունենք։ Անշուշտ հիշեցնեմ, նրանք որ նոր են միանում մեզ Մենք արդեն այս 2014 թվականից 11-րդ տարին է, որ անցնում ենք այս ծրագրից, ABC կայարանից, ամեն կիրակի ճաշվա 12-ին եւ իրիկունը ժամը 8-ին կրկնվում է եւ ով որ չի կարողանում տեսնել, անշուշտ կարող եք տեսնել cable-ով, չէ, spectrum-ի միջոցով, կարող եք տեսնել antenna-ով եւ կարող եք տեսնել website-ով abctv.com եւ եթե չեք տեսնում ոչ մեկը չեք հնարավորությունը ունեք երկուշաբթի օրերը YouTube-ի վրա իմ անունս տեսնում եք Ռոնի Ղարաբյան թայփանեք YouTube-ի վրա կարող եք նույն ծրագիրը կրկնակի երկուշաբթի օրը տեսնել Ես ինքս նորեն հիշացնելով 34 տարի այս 1991 թվականին սկսեմ այս շուկայի մեջ real estate եւ ֆինանսավորման financing-ի mortgage lending-ի աշխատանքի մեջ անշուշտ եղբորս այդ Սերժ Ղարաբյանի եւ ինչով այսօր շարունակվում է եւ 34 տարվա փորձառությունը մենք փորձում ենք փոխանցենք ձեզ, այս ինչպես տեսնում եք շուկայում ինչեր է կատարվում, այս cycle-ը տեսել եմ քանի անգամ գոնե 3 անգամ կյանքիս մեջ տեսել եմ, որ market crash-եր են ունեցել, հետո հետայեկե market crash-եր են ունեցել, հետո հետայեկե market crash-եր են ունեցել, հետայեկե։ So ես 3 անգամ նախկինում տեսել եմ, այս 4-րդն է, so փորձառությունը կա, պարզապես փորձում եմ ձեզ սովորացնել, որ ինչեր կարող եք օգտագործել այս պայմանների տակ։ Սկսենք ամենից Մահդ հեշտ լուրերից, որ մանրամասը չեմ ուզում անցկացնել, որտեղ ժամանակը մերը չի ներում, դա էլ inflation լուրներ, որ CPI-ներ եւ այլն, որ շաբաթվա մեջ դուրս եկա, որ inflation, այսինքն սղաճը, որ մեծամասնություն շուկան էկոնոմի մտահոգությունը թանկության վրա է եւ դա համար այսօրվա տոկոսները կան ինչ որ կան, բարձր լինելով Այսօրվա համար պայմանները տուների արժեքները ինչ որ առնում եք հավքիթ հիմա սղաճին կապ չունի թանկության կապ չունի այդ թանկությունը հիվանդության մասին է թրջուն է ջուտերինը որ արդեն հավերին է ներողություն որ արդեն դա էլ սկսել է պատրաստվել արժեքը բավականին իջել է բայց ընդհանրապես թանկությունը առաջ եկել եւ այս թանկությունը բոլոր համաշխարհային թանկությունը ոչ թե միացյալ նահանգներում բայց Փորձերը կենտրոնական բանկը 2022 թվականից մինչև հիմա տոկոսները բարձրացնելով սղաճի առաջը կայնելով եւ ունեցել ենք up and down-ները։ Բայց անցյալ շաբաթվա լուրերը որ դուս եկավ սղաճը նորեն բավականի իջեր էր որպես թանկություն, որ կենտրոնական բանկը իր սպասելիքն է որ 2% լինի, որ առաջ մեզ 2%-ի չի հասել, բայց բավականի մոտիկ։ Բայց Եվ դա ազդում է այդ լուրերը, որ գալիս է կենտրոնական բանկին ուղղություն ատալու արդյոք տոկոսները իջացնենք դե ոչ, մենք հետո կանդրադառնանք, որ կենտրոնական բանկի որ ժողովն է այս շաբաթ, այս գալացող շաբաթ ժողովն է, որ արդյոք տոկոսները պետք է իջացնի դե ոչ, դա մասի մեկից հետո ձեզ կասեմ։ Բայց կարևորներից լուրերից մեկը ուրբաթ օրվա լուրն էր, որ consumer sentiment, այսինքն վստահությունը ժողովրդինը Էկոնոմի դիմաց մարտ ամսվա համար, այսի մարտի զեկույցն որ դուս եկե եւ սպասելիքն էր որ
մասնագետները, էկոնոմիստները սպասում են, որ մոտարապես պետք է 63.2% լիներ, մենք նիշ են տալի, մենք թիվ են տալի, եւ դա բավականի իջավ 57.9, շատ ավելի պակաս ինչ-որ սպասելիքներ, եւ այս լավ լուր չէր ոմանք, որ ցույց է տալի որպես ժողովրդի վստահություն։ Եվ ինչու մեծամասնություն այս Թրամփի, նախագահ Թրամփի, պետք է վարժվենք նախագահ Թրամփ ասել, ոչ թե Թրամփ, նախագահ Թրամփի թերիֆների հարցն է, որ այս tax-երը, այս թերիֆները, տուգանքները, որ ուզում է դնի Եվրոպա, Չինաստան, Կանադա եւ տարբեր ամեն երկրների վրա, որ եթե դուք մեզանից ապրանք եք ուզում բերեք Միացյալ Նահանգներ, պետք է վճարեք այս տուգանքները, որ նորեն հիշացնեմ ժողովրդին իր արածը որևէ տարբեր մի բան չի, ինչ որ ուրիշ երկրներ արդեն անում են, նույնիսկ Հայաստանը։ Այսօր դուք Հայաստանում ստեյց ապրանք տանեք Հայաստան, նույնիսկ ձեր անմիջական օգտագործման համար կահույքներ, շինարարական ապրանքներ, մեքենա, ինչ որ տանեք, Հայաստանի պետությունը ձեզանից պահանջում է ավելնորդ 20-30-15 կապ ունի ինչ եք անում, կարծեմ 15-15-ից մինչև 30% ձեզանից տուգանք առնում։ Եվ նույն ունեն ուրիշ երկրները։ Միացյալ Նահանգներն էլ ուներ, բայց քիչոտ հիմա ամեն ինչի վրա է դնում, մի քիչ I think too much, հա, այնօր ասավ ուզում է ֆրանսիական շամփայնի վրա դնի, այսինքն երբ որ դամփերյոնը գա, դամփերյոնի վրա պետք է ինչքան tax վճարեք։ Ինչևից է այս մտահոգությունը ժողովրդի մեջ մեկ ինչ անորոշ եւ վստահության հարցն է, որ չեն իմանում ուր այդ։ Ինչու որտեղ այս գործը անելով կենտրոնական բանկը եւ էկոնոմիստները եւ մարքեթը եւ միասին բոլորը ասելու են, որ ուզենք չուզենք էսի սղաճը առաջ բերելու, այսինքն թանկություն, which makes sense, որտեղ նախկինում բացատրել ենք, եթե մենք կոշիկ է արտադրվում Չինաստանից ստեղ $50 եւ այդ խանութը ծախում է $100, հիմա պետք է այդ $50 վրա օրինակ $10 tax վճարի։ So իր համար այդ $50 չի նայում այդ կոշիկը $60 է նայում։ So փոխարեն $100 ծախի, $110 է ծախում։ Այսինքն մենք որպես consumers $10 ավել ենք վճարելու այդ կոշիկի համար, պարզապես որտեղ նախագահ Թրամփը ուզում է $10 tax-ը, տուգանքը, tariff-ը դնի այդ կոշիկի վրա։ Պարզ օրինակ եմ ասում, թիվերը չափազանցնում են, որ պարզ լինի հասկացողության համար։ Բայց Սո ինչ այլում ավել է ծախսելու, սո այս ինչ այլելու սղաճ, թանկություն, ամեն ինչի թանկանալու, որտեղ ինչ որ գա Միացյալ Նահանգներ դրսից շինարարական ապրանքները, նույնիսկ փայտը, որ դες ֆրեյմինգը տունա շինարարության ժամանակ փայտով են օգտագործում, դա էլ կարող է թանկանալ, որտեղ Կանադայից են բերում, դա վրա էլ թերիֆ է դնել։ Եվ այլն պատճառներով այս tax-ը սղաճ է։ Սո կենտրոնական բանկը ասում է նոր է սկսել թերիֆը, դեռ հələ չի էլ սկսել, չի սկսել, որտեղ առաջի անգամ սկսավ եւ մնաց։ Առաջի անգամ նախագահ Թրամփը նախագահ էր, նախքան նախագահ Բայդենից առաջ թերիֆները դրավ եւ ջահանան եւ Բայդենը եկավ նույնը պահավ։ Եվ հիմա եկել ավելացնում է։ Սո արդյոք այն ժամանակ որ արավ սղաճ թանկությունը տա վրա առաջ եկա ոչ։ Արդյոք գբերի անպայման Արդյոք երկարատև, կազդիդ կարճատև, ով է իմանում, nobody knows the future, բայց նորից, ես կարծում եմ իմ կարծիքս, այդ կոշիկը, որ օրինակ տվան, որ $50 առնում էր, $100 էր ծախում, հիմա $60 պետք է բերի և $110 ծախի, ես կարծում եմ, որ ժամանակի ընթացքին, competition-ների պատճառով, ժողովուրդը քիչ առնելու պատճառով, նորեն պարտավոր այդ բերի $100 ծախի, իր շահը քիչոտ կելնի, փոխարեն $60-50 շահի, $40 կշահի։ Ինչու, որտեղ եթե ես բերեմ $110 եւ առնող չունեմ, I don't care what the price is, եթե ժողովուրդը չեն առնում, որտեղ ինչպես տեսակ, այսօրվա լուր ասում է sentiment, այսինքն ժողովուրդը դրամ չեն ծախսում։ Ունենք էկոնոմիստների կողմից 1 year outlook, ինչ սպասելիքն է հաջորդ տարի, սպասելիքն է, որ պետք է բարձրանա այս վստահությունը եւ ամենից բարձրը պետք է լինի հաջորդ 1 տարվա ընթացքին, որ ունեցել ենք 2022-ից մինչև հիմա։ Ասել են, ինչ եք սպասում հաջորդ 5 տարվա մեջ որպես ժողովրդի վստահությունը եւ սպասում են, որ jump ամենաբարձր կետը, որ ունեցել ենք որպես ժողովրդի վստահությունը 1993-ից մինչև հիմա։
Ինչպես ասեմ, կենտրոնական բանկի ժողովն է, կենտրոնական բանկի ժողովը չեն սպասում, որ այս տոկոսները իջացնի, այս անգամ այլ պատճառներով, մեկը լինելով այս թերիֆները, որ նոր է մտնում շուկա։ Ասում եմ, պարոն Ղարբյան, դա ինձ ինչ տուն առնելու համար, ինձ ինչ ֆինանսավորման տոկոսների համար եւ այլն։ Կենտրոնական բանկի ժողովը, որ տոկոսները իջացնելու է դե ոչ, շատ արագ հիշացնեն, որ այդ տոկոսները, որ անգամներ կրկներեմ, կենտրոնական բանկի իջացնումը կամ բարձրացնումը, կապ չունի ուղղակի տուների մորգեջի տոկոսներին։ Խանգարումը կամ ազդումը կարող է լավ, վերջի անգամ 1% իջացավ անցյալ տարի, ինչքան օգնավ commercial loan-երին, line of credit-ներին, credit card-երին եւ մեքենաների loan-երին։ Այս անգամ ասել են, որ այս թերիֆների հարցերը նույնիսկ CPI-ը, նույնիսկ inflation-ը, նույնիսկ սղաճի թիվերը լավ էր, պետք է որ պաշտոնական իջացնի, բայց որովհետեւ ունենք այս թերիֆների հարցը եւ չի իմանում ուր է այդալու պաշտոնական այս սղաճը, առաջ մեզ շուկան համոզված որ պետք է տոկոսները չի չասնի։ But you never know. Մենք ոչ ոք չի իմանում, ներքից ոչ ոք չի իմանում, it could be a surprise այս առաջիկա 4 շաբթի, որ արդյոք տոկոսները կարող է իջացնի։ Բայց գուշակեր են, որ այս տարի ընդհանրապես տարվա մեջ մոտ 3/4-ի չափ իջացնելու է մինչև տարվա վերջ, սկսյալ հունիս ամսվանից։ Դա նորեն էկոնոմիստների, մասնագետների, որ ստանք բիլիոններով եւ բիլիոններով ինվեստորները վստահում են այս թիվերի վրա։ Այնպես չի որ ինձ ասում են շուտ են ասում, ես ձեզ եմ ասում։ Եթե շուտ ասեն, բիլիոններով ինվեստորներ կան, որ պետք է որ forecast անեն իրանց առաջիկա քայլերը։ Եվ այս forecast-ները անում են մեծամասնության 80-90%-ով ճիշտ այլում։ Միակ ժամանակ փոխվում է, որ եթե մի բան պատահի այսօրվանից մինչև այդ օրը, COVID պատահի, ես ինչ որ նախագահ Թրամփին մի բան պատահի, որևէ բան պատահի, այդ հարցերը կփոխվի, բայց եթե այս սպասելիքները նորմալ է։ Իսկ կենտրոնական բանկի տոկոսի իջացնելը այս շաբաթվա մեջ քիչ է, բայց լավ լուրը ինչ է, լավ լուրը որ տոկոսները mortgage rate-երը, տուների տոկոսները չի խախտվել այս լուրերով։ Հակառակը անցյալ մայիսից մինչև հիմա մոտ 110 basis կամ 1.5%-ի չափ, 1.5%-ի չափ տոկոսները իջել է։ Այսինքն over first time home buyer-ը անցյալ տարի միջով այս տարի 1.5% տոկոսները իջել է։ Եթե հիշում եք, 7-երի մեջ էր high 7, հիմա 6 է։ So դա մեծ տարբերություն անում first time home buyer-ների համար։ Արոլոները ճիշտ է, տոկոսները մեքենաներին իջել է, բայց մեքենաների արժեքները բարձրանում է։ Եվ բացի որ բարձրանում է, Դոնալդ Թրամփի թերիֆներն էլ խանգարելու է մեքենային։ Հիմա savings եթե ունեք հաշիվների մեջ, savings-ն էլ ուղղակի կախյալ են իրանց, բայց ինչպես ասամ, տոկոսի իջացնի կենտրոնական բանկը savings-ներն էլ կիջնի։ But here's the հարցը $1 million question-ը, որ ինձ միշտ հարցնում են, ով որ դե նստում է, ինձ որ դե տեսնում են, շաբաթը 7 օր որ դել եմ եւ շատ ուրախ եմ, խնդրում եմ շարունակեք, հարցնում են տոկոսները ուրայթում, տուների արժեքները ուրայթում, արդյոք լավ ժամանակ առնեն դե չէ։ Նույնիսկ այս շաբաթ հեռախոսներ ունեմ հայրենակիցներից, հարցնում են, ինչ է կարճում։ Is it a good time to buy? Well, is it a good time to buy-ը, թույլտամ իմ բուն fundamental բուն միշտ ասածս, որ 11 տարի հեռուստատեսությամբ ձեզի նույն բանը կրկներեմ, նույնիսկ այն ժամանակ, որ տուների արժեքները 60% ավելի արժանային մինչև այսօր։ Նույնիսկ 2014-ին ձերից սկսամ այս մամուլը, 2014-ին տոկոսները 6-երի մեջ էր, ինչ որ այսօր է, բայց տան արժեքները կարող եմ ասեմ 2-3 անգամ արժանոտ էին։ 2014-ին մինչև այսօրվա տունը 1.800.000 գարժի, 2014-ին այդ տունը գարժեր 900,000, 1 միլիոն, almost double the price։ Բայց տոկոսեն ունի, բայց ինչի միշտ ասել, այն ժամանակ եւ ինչ է միշտ ասել այսօր եւ կրկնում եմ թիվ 1-ը, շատ պայմաններ կա, շատ հարցեր կա, պետք է լուծենք, որ արդյոք ճիշտ ժամանակն է տուն առնելու դե ոչ, բայց նոմեր 1-ը ձեր անձնական ֆինանսավորման պայմանները,
Այսինքն, եթե դու այսօր տունը առնես $1 միլիոն, օրինակ, եւ ամիսը 20% կանխավճար դնես եւ ամիսը payment-ն տելում է $6,000, արդյոք կարող ես այդ $6,000 վճարես, դե ոչ։ Եթե հարցում պատասխանինը այո է, ուրեմն դու 80% պատրաստ ես տուն առնես։ Մյուս 20%-ը կախյալ է հետևյալներին։ Մեկը լինելով current market condition։ Այսօրվա վիճակը ինչ է շուկայինը ընդհանրապես, տուների շուկայի մասին է խոսքը։ Շարունակաբար պահանջը իմանում ենք, որ կա։ Ժողովուրդը տուն ուզում են առնել։ Եվ ոչ թե ուզում են, այլ պարտավոր են։ Չեմ ասում, վարձու կարող ես նստես, բայց տուն պետք ունես։ Մեհա տուն դուր բալանյով ռուֆ պետք ունես։ Կամ էլ homeless ես։ Բայց եթե homeless չես, you need a place, կամ վարձու, կամ առնելու։ So տուն առնելու պահանջը կա, որովհետև եթե դու առնողը չես, ինվեստորը առնողն է, որ քեզի վարձու տա, որովհետև ժողովուրդը պետք է մեկ ռուֆի տակ երթան։ So այդ տունի համար գնող կա, կամ առնում է քեզի վարձու տա, կամ դու ես առնում։ Չէ՞։ So այդ մասը պարզ է։ So պահանջը կա։ Պաշտոնական Freddie Mac-ի կողմից forecast այլ որ 2025 թվականին պահանջը շարունակաբար, բայց թեթև, այսինքն նորմալ աճը ունենալու է։ Եվ այս ինչու է կարևոր, որովհետև իմանում ենք, երբ որ պահանջը կա եւ շարունակվելու է պահանջը դեպի բարձրացում, այսինքն ազդելու է արժեքների մեջ։ Եվ անշուշտ ցույց է տալի, որ it is safe to buy, վստահելի է, ապահով է։ Ինչու ապահով, որտեղ բարձրացման վրա է։ Եվ ամենակարևոր եւ միակ ձևերից մեկն է եւ արագ եւ վստահելի, որ հարուստություն ստեղծես, savings ունենաս։ Եթե վարձում ես, վարձը թափում ես տանտերին ես տալի եւ savings-ը չես կարողանում ունենաս, որ հավաքես մոր առնես։ Բայց եթե տունի վրա ես payment տալի, ինչպես նախանցած շաբաթ ասամ, բարակ եթե YouTube-ը նայեք, եթե անցած շաբաթվանը միս եկար է, բավականին ստա մասին տեղեկություններ եմ տալի։ Ինչպես իմանում ենք 2024-ին տան արժեքները պաշտոնական բարձրացել է բոլոր Միացյալ Նահանգներում, including California, including Los Angeles, որտեղ լուրը մամուլը կամ այդ ընդհանուր հետո ունենք մանրամասեր։ Չեմ ուզում մանրամասի անցնեմ, խոսացել ենք դա մասին։ So բավականի արժեքները բարձրացել էր։ Բայց որպես supply, որպես տուներ քիչ է, եւ մեծամասնությունը նրանք որ պետք է վերավաճառեն իրենց տուները, որ կամ starter home, որ անցյալ շաբաթվանը շատ կարևոր լուր եմ ձեզի տվել անցյալ շաբաթ։ Գնացեք նայեք, եթե չեք տեսել, որ starter home-ի եւ forever home-ի տարբերությունը ինչ է եւ ինչու պետք է ունենաք starter home նրանց համար առաջի անգամ ունենալ։ So նրանք որ starter home ունեն եւ հարուստություն են ստեղծել, նամանավան նոր լուրը անցյալ շաբաթ եկա, որ քանի $1 trillion ժողովրդի հարուստությունը շատացել է տուների վրա եւ այդտանք որ starter home են եւ քիչ տոկոս ունեն, որ lock-in effect են ասում, որ տոկոսը 2-3%-ով է, չի ուզում ծախի, որ 6%-ով առնի։ Բայց ուզի համոզվելու է կամ պարտադրվելու է ծախի, որովհետեւ տունը փոքր է, իր starter home-ն է, պետք է մեծացնի, երեխաները մեծացել են, մեծո տուն պետք է, բայց տոկոս ասում ինչ անեմ։ Հիմա եթե կարող է պահի վարձու տա եւ ուրիշ էլ առնի, that's even better, ավելի լավ։ Ինչը կատարվում հիմա այդ արժեքները, ուրեմն շարունակաբար բարձրանալու է, շարունակաբար էլ բարձրացել է։ Եթե 2022 թվականից որ տոկոսները բարձրացան 3-ից տարան 7-8 եւ արժեքները չիջավ, հիմա որ դեպի իջման ենք այդում տոկոսներինը, ինչու է կարծում արժեքները պետք է իջնի։ Եթե վախենում եք թերիֆների պատճառով, որտեղ թանկությունը առաջ վերելու, մենք ամենից բարձր թանկություն ունեցել ենք, որ 9%-ի չափ էր մեր inflation rate-ը, որ հիմա 2.8 է, 2.6 է, որ մենք 9% էր թանկությունը, հիմա 2.5-3% է թանկությունը, 9%-ի պարագայում արժեքները չիջավ, ինչու պետք է հիմա իջնի։ So որևէ indication, որևէ
փաստ, լուր չկա, որ տան արժեքները իջնելու է։ Ինձ 2022 թվականից է իմ գործակիցներս, որ գործի մեջ ենք, քանի հատներ կան, որ էսա crash անելու, էսա արժեքները գալու ցած, իսկ գալի delay effect ունի։ Լավ delay effect 2022-ից տոկոսները բարձրացել է, 2025 ենք այդ delay effect-ը ջահացավ, delay effect ինչ է նշանակում, այսօր տոկոսը բարձրացրան, այսօր պայմանները խիստացրան, կզգաս մեկ տարի հետո, 18 ամիս հետո, որ guess what, 36 ամիս անցելա վրայից, որևէ բան չեն զգացել արժեքների կողմից։ Հիշացնեմ, արժեքների կողմից շատ բաներ են զգացել, which is a good news։ Ինչ են զգացել, արժեքները adjust արել, սարքել է, իր տեղն է գրավել, ամեն տուն իր արժեքով է ծախվում, ոչ թե անիմաստ ծախվում էր անտեղի 1 միլիոնոց տունը Աֆրին գրում 1.400.000 $։ Այդ օրերը անցել է եւ շատ փառք Աստծո, նույնիսկ այդ օրերին դուք 5 վիդեոներս իմս նայեք 2020-21-ին է որ տոկոսները լավ էր ու ամեն մարդ տուն էր անում, այն ժամանակ խնդրում եմ ժողովրդից որ ավելնորդ միք վճարեք այս տուների համար, փողը թափում է, բայց կարող է սխալ եմ, որտեղ հիմա ավելի թանկացավ։ Երևի ով ավելա տվե, ավելի ուրախ է հիմա։ Այն ժամանակ ավելի տված չէ, հիմա շատ ավելի պետք է տային։ Բայց ճիշտ ու սխալի մասին է խոսքը։ Այդ օրերը անցավ, այդպես բաներ չկա հիմա։ Եվ դա ելնում է որ այսօրվա մեր լիստինգները տեսնում ենք, որ զեկույց ունեմ, չեմ գասնեմ ձեզի ասեմ, որ ինչքան արժեքները լիստինգներին drop են անում, ինչքան մեծ տոկոսով, որտեղ դեռ սխալ listing price-ներ են դնում։ Ուրեմն տոկոսները ուր այդում տոկոսները 2025-ին նորեն Freddie Mac-ի կողմից պաշտոնական forecast-ը գա, որ չեմ զարմանում, կարծեմ որ ճիշտ է, այս տարի տոկոսները this is it, 6-երի մեջ էլ պետք է մնանք։ Շաբաթ կելի 5.75, կելի 6.4, this is it։ Կարող է նույնիսկ մեր երկու շաբաթ ունենանք 5.5-ի գա, նորեն հետ 6-ի հետա։ But this is it, այսինքն 2, 3, 4-ը մոռանանք։ Նույնիսկ 5-երի մեջ high fives կարելի է եւ ունենք, այսօր մենք 5.99-ը ձեզի քանի շաբաթ է ցույց եմ տալի եւ ունենք 5.9, այսինքն 5-երի մեջ ունենք։ Ինչու է կարևոր ինչպես ասամ, տոկոսները, որովհետեւ որով շոկ չի կարող տուն առնի առանցի ֆինանսավորման։ Առաջ պետք է ինձ հեռաձայնեք, ֆինանսավորումը ապահովենք, հետո այդտեղ տուն նայենք։ Ինչպես մեքենա լիս ես անում, այդ մեր showroom, test drive ես անում, բալանին տալիս են, այս կոճակները նայի, seat heater ունի, sunroof ունի, computer ունի, okay, loan-ը նայեն, կարող են քեզի ֆինանսավորենք, չեն կարող credit լավ չի, եկամուտ լավ չի, չես կարող մեքենան առնես։ So who cares test drive ես անում, ու լավն է, ու սիրուն է։ Այդում ես Rolex-ի խանութը, Rolex-ը հանում ես, դնում ես թևիդ, լույսի տակ, էս գեղեցիկ է, կարող ենք ֆինանսավորենք, credit չունես, եկամուտ չունես, ոչ չեն կարող։ So ֆինանսավորում is number 1։ Հիմա հետո թանկ արդյոք լավ ժամանակ առնենք դե չէ, մյուսը լինում է housing supply, այսինքն տուն կա, շուկայում առնենք դե ոչ։ Տուն լինելը մեծ դեր է կատարում արժեքների եւ պահանջի մեջ։ Երբ որ պահանջը կա, demand-ը կա for housing, այսինքն տան արժեքները, ինչի պահանջը որ կա, այս օրինակը ձեզ շատ եմ ասել, ողոր մի հայրս, որ ինքը շատ է սիրում սոխուտեր, եւ մի անգամ ճանապարհին իր գործը ճամփորդություն էր շատ քշելով եւ հասել էր այդ իր coffee shop-ը եւ ուզեցել էր խորոված էր օրեր տվել, սի Պարսկաստանի օրերով եւ սոխ էր ուզեցել, որտեղ ինքը շատ էր սոխ սիրում եւ խորովածի այդ սոխուտես, սոխոմոխով եւ ասել սոխ չունենք։ Եվ ասել ինչպես սոխ չունենք, ինչքան ուզում ես գվճարեմ, համար է սոխ բեր, ուզածի տարի ասել, եւ որ չկա, չեմ կարող, սոխ չկա, բայց արժեքները բարձրացել, ինչու այդ ժամանակ ցուրտ այլ է, ինչ այլ է եղանակի պատճառով։ Ինչ որ պակաս կա եւ պահանջը կա, ուզենք արժեքը բարձրացնում է, common sense։ Եվ կհասնի այդ կետի, որ բավականի տուն եւ բավականի առնող համակշիռ են, հավասար են, որ կարող են ժողովուրդը, պետք է չունենք մեզի ջարդենք այս մեր տունի վրա, 5 հատ ուրիշ տուն կա, գիտեք այն մեկը կառնենք։ Եվ այդ օրը գալու, առայժմս չկա, 10 տարի է չկա,
10 տարի ավել է 2008-ի crash-ը որ ելավ շինարարները որ ձեռն պահելան ընդհանրապես եւ սկսան կամաց եւ accusation-ները սկսան իրար առնել մեծերը մնացին փոքրերը չկա լիստինգները շատանում են մեծամասնությունը սխալ արժեքներով եւ մեծամասնությունը տուներ որ ասեմ սխալ արժեքով երբ որ այդ արժեքները սարքվի եւ մենք մասնել որ 2-3%-ի վրա չեն ուզում ծախեն 6%-ով առնեն դեռևս որ շուտով փոշմանելու են համոզվելու են որ դեռև տիկին կամ ինչ որ ընկերներ արի ծախենք այդանք տուն առենք so supply-ը կամանց շատանում է բայց բավականի չի շատացել քանթը եւ նոր շինարարությունները ընդհանրապես Los Angeles-ում շատ քիչ որտեղ դրսերում են մոտիկ ամիջականում չկա բայց one-on-one տուներ ելնում են so supply-ը պետք է լինի հիմա հարցումը is now a good time to buy մեծամասնություն գնողները բավական ժամանակը sideline են սպասում են 2022-ից հետո որ տոկոսները ուրայթում արժեքները ուրայթում եւ դա արդեն տեսանք վերջի 2-3 ամսվա չէ վերջի 5-6 ամսվա ընթացքին ներողություն ավելի կոնկրետ ասեմ անցյալ նոյեմբերից որ տոկոսները մեկ չին սկսավ շարժել դեպի լավ որ այդ 7-ից 8-ից եկավ ցած 6-երի մեջ արդեն տեսնում ենք որ first time home buyer-ները սկսել են քայլ վերցնել առնելու համար որտեղ չեն կարող սպասեն ամուսնանում են ընտանիք ունեն երեխա ունեն բայց տուն պետք ունեն so տեսնում ենք որ նրանք որ sideline-ի վրա են ավելի པարզ է economy policy-ները տոկոսները եւ արդեն սկսել են քայլ վերցնել թիվ 1 օրենք պայմանը եթե հիշում եք so տոկոսները ինչպես ասամ սես level up այնելու այս տարի է so first time home buyer-ների համար լավ լուր է եւ ընդանց համար որ իրանց համար ավելի լավ position է որպես existing homeowner-ները հիմա over տան տերազման ծախի որտեղ արժեքները դեռ առաջ մեսից on the peak level եւ եթե չեք ուզում ծախեք որտեղ տոկոսները ասեմ 5.96-երի մեջ են ավելի լավ position-ի մեջ են refinance են անում cash out են անում AD-ուն են սարքում հետևը եւ այլն որտեղ այդ AD-ով կարողանում է եկամուտները օգնի որ տա Ինչպես անցյալ շաբաթ ասամ, երբ որ ուզում եք տուն առնեք, ինչ տեսակ տուն եք ուզում առնեք, որքանի բաներ պետք է նկատի առնեք անշուշտ տուն առնելու, որ ես 3 հատ պայմանները որ ձեզ միշտ ասել եմ։ Number 1, նայեք այն լիստինգները, որ եթե առաջի անգամն է, եթե էսը, նայեք այն լիստինգները, որ ամիսները շուկայի մեջ չի վաճառվել։ Այդտեղ ավելի սելերը մի քիչ lenient կլինի, ավելի ասել չի ծախվել 6 ամիսը չի ծախվել ես մենք բայր ունենք նայենք ինչ ուզում հետը լեզու ճարենք առնենք շատ մեծ դերակատարում number 2 ամեն մարդ ասում է գարնան spring season անցյալ շաբաթ ասամ ինչու spring season ինչու ամենից թանկ ժամանակ որ ամեն մարդիկ կան պարտավոր են այդ սեզոնին առնեն եթե պարտավոր չես off season առ Երբ որ ոչ ոք տուն ման չի գալի հուլիս ամիսը ամեն մար vacation-ը ոչ ոք տուն չի ուզում հուլիսին առ նոյեմբեր դեկտեմբերին առ ամեն մար զբաղված է Christmas-ով դուք գնացեք տուն առեք Եվ երրորդը միշտ ասել եմ look for a house որ կարողանաք ADU սարքեք ոչ թե անմիջական կարող եք հետո էլ սարքել բայց հնարավորություն ունենա այսինքն ունենա իր detached garage կամ attached նույնիսկ բայց հնարավորություն ելնի որ սարքեք ADU կարողանաք սարքեք համար օգտագործեք որ վարձը օգնի payment-ներին երկարատև ինչպես ասեմ starter home-ը so այդ payment-ը որ տալիս ես վարձն էլ օգնում ասես այդ կնիկ օրինակ դերև տիկին է կամ single ես I don't care այս տունը առել են 6000 payment-ներն է արի ես ADU-ն էլ սարքենք ստել մեզի 2000 վարձ կտա Այդ 2000 վարձը տոկոսի մեր մայր գումար, 2000-ը դու մայր գումար, այդ 6000-ից 4-ը մենք երկուսը Իրանից 5 տարի հետո դες ինչքան հարուստություն եկե մեր տան վրա որ ծախեն եւ այդ հարուստության մեծ մասն էլ վարձը որն է տվել, ես չեմ տվել։ It's so smart։ Մենք ձեր համար այս planning-ը ամենը կանենք, որտեղ ասելը հեշտ է։ Միշտ լսելու ես հիմա 1 ժամվա մեջ ձեր հետ խոսում եմ, այս բոլորը ասում են, բայց այդքան հեշտ էլ չի, երբ որ գալիս է իրականության, որտեղ ես քննարկում եմ
ձեր ֆինանսավորման պայմանները, արդյոք կարող ես սարքես, երբ ես կարող սարքես, փող ունես, սարքես, հետո կստանաս ինչպես փողը կառնես, տան վրա կքաշես, երբ ես կարող քաշես, երբ չես կարող, շատ մանրամասեր կան։ Այսօր երբ որ տանտերը մեզ հեռացանում ուզում է տունը վաճառի, իմ հասցումներից մեկն է, որ ինչա քո exit strategy-ն, լավ ծախանք, հետո ուր ես եթում, ինչ ես անելու, վարձու ես եթում, ուրիշ տուն ես տեսել, ինչ ես անելու։ Ստանից մի ամիս առաջ մեր հաճախորդներից եկա, ասավ, «1 միլիոն տուն եմ ուզում»։ Եվ մի հատ էլ քանդո ունեմ, այդ տուն առնեմ, հետո էսի ծախենք, էսի ծախենք ու հետո եթե առնեմ, այսինքն մեջն ես ծախես այդ պայմանով, որ ծախողին ասում ես նա ես քեզ կծախեմ, բայց պետք է ուրիշ տուն ճարեմ։ Եվ այդ գնողին ասում ես ես քո 1 միլիոն տունը կառնեմ, բայց այն պայմանով, որ իմս ծախվի։ Արդյոք դες բաներ կա, անշուշտ կա, բայց որ շուկայի մեջ, are you in buyer's market or seller's market, սելերը կսպասի քեզի դե ոչ, բայերը կսպասի քեզի դե ոչ։ Եվ այս պատմությունները պատմում ընդհանրապես իրանք էլ այլևս չեն էլ հեռաձայնում։ Կարծեմ որ մեր բաներ իրանց միտքի մեջ դրամ։ Բայց ընդհանրապես մենք լրիվ ուսումնասիրում ենք ով է, ինչ է կարող անել, կամ տոկոսը, կամ առնելը, կամ refinance-ը, կամ qualification-ը։ Այն որ մատ հայնակից հեռացանալ եւ շատ ճաշը ինձ հեռացայում են ամենասպեր ախպեր մի մտածի դու արի loan-ը ինչքան ուզում ես approve կանենք։ Վահ դա մեջ էլ պետք է զգուշ ելնեք վաղը դուրը խփելու են այս քո թուղթերն է։ Եվ տեսել ենք անցյալում, ասեմ 34 տարի փորձառության մեջ տեսել ենք դուրը խփում են, ասում են ես արի հələ տեսնեմ ես IRS-ը, ասում ես քո թուղթերն է, դու այսքան եկամուտ ունես, դու ես ցույց տվել տուն առնելուց, որտե՞ց ես բերել։ Պետք է զգուշ ելնեք։ Մենք իմանում ենք, մենք ուղղությունը ձեզ կտանք, մենք ձեր ոչ պաշտոնական փաստաբանն ենք, բայց mortgage-ի եւ real estate-ի մեջի փորձառությունը կարող են նայել։ Ուզում եմ նայեմ շուկան ուրբաթ օր ինչպես փակվավ, այս consumer sentiment-ը շատ կարող ասեմ եվերջի 3 օրը լավ եւ վատ լուրերը իրար խախտում էր լավ։ Սա նայենք մարքեթը ինչպես փակվավ ուրբաթ օրը, հետո ուրիշ լորություն։ Լիստինգներ ունենք, բան նայենք հետո դեզի կաս։ Ուրեմն Dow Jones-ը 41488, 674 փոնդ շահով փակավ, S&P-ն 5638, 117 փոնդ շահով փակվեցավ, եւ Nasdaq-ը 17754, 451 փոնդ շահ ունեցավ։ Գերմանական DAX-ը 22986, 419 փոնդ շահ ունեցավ, անգլիական FTSE-ն 8632, 89 փոնդ շահեցավ եւ Japanese Nikkei 37053, 263 փոնդ շահ ունեցավ եւ չինական Շանհայը 3419, 60 փոնդ շահ ունեցավ։ Քարյուղը 67 $19 սենտ, 64 սենտ շահ ունեցավ քարյուղը, ոսկին 2993, մոտ 3000 էր, $2.30 շահ ունեցավ, արծաթը 34 $36 սենտ, 5 սենտ շահեցավ, պլատինումը $1012.90, 6.90 սենտ պլատինումը շահեցավ։ Եվրոպական եվրո $1.9 1 եվրո, անգլիկան British Pound-ը $1.30 1 անգլիկան British Pound, Coinbase-ի Bitcoin-ի Coinbase-ը ուրբաթ օրվա փակման ժամանակ 84370 եւ Հայաստանի դրամը 390 դրամը $1։ 10 տարվա treasury-ը որ 30 տարվա վարկերը ուղղակի հետևում են ստանց, ինչպես տեսնում եք, Այս փետրվար 28-ին բավականի իջեր էր, որ ես բավականի մեր հին հաճախորդներին հեռացանամ եւ հիշեցրամ, որ իջերա իմելով ոմանք քայլ վերցան, որ ոմանք դեռ սպասում են։ Հիմա մոտարապես 1/8 իջերա, բայց բավականի իջերա, բայց եթե նայեք, ոչ stable վիճակ է այս վերջի 3 շաբաթվա ընթացքին։ Լիստինգների մասի, որ նախքան տոկոսներն լիստինգներին նայեմ 2-3 հատ հայտարարություն կրկնելու եմ հայտարարությունը։ Նոմեր 1, եթե դուք real estate agent եք licensed կամ loan agent եք licensed, MLS կամ DRE, մենք փնտրում ենք, որ միանաք մեր ընկերության, շուտ հեռացանեք, կհանդիպենք, պայմանները կխոսանք, եթե հետաքրքրված եք եւ իրար հասկանում ենք, սիրով կուզենք ունենալ ձեզի միանալ մեր թիմին։ Թիվ 2 ունենք բավականի գնողներ, համ տան գնողներ, բայց մեծամասնությունը commercial։ Ունենք տվյալ տուների կամ շենքերի ուզում ենք տվյալները։ Մեկ
warehouse-ներ լինի 5000 square feet-ից մինչև 10000 square feet warehouse։ 3 հատ գնող ունենք, որ 3-ն էլ այդ պայմանների տակ են ուժում 5000 square feet-ից 10000, որտեղ մոտիկները Glendale, Burbank, North Hollywood, Studio City, այս շրջակայքում 5-ից 10000 square feet warehouse-ներ։ Ունենք ուրիշ գնող retail, ավելի retail ենք ուզում, ինչքան մոտարապես 2000 square foot-ից մինչև 5000 square feet retail-ներ ենք ուզում, retail store, ոչ թե warehouse-ներ։ Սոս գնողներ ունենք, եւ երրորդը ունենք, եթե ունենք որևէ auto mechanic, body shop, ինչ որ մեքենային կախյալ բիզնեսներ, բայց հողով, առանց հողի չենք ուզում, միայն հողով ենք ուզում։ Եվ մի հատ էլ վերջինն էլ ունենք, որ անմիջապես ուզում են apartment building-ներ, բայց չտանք որ ասում եմ listed property-ներ ինձ մի ասեք, ուտեմ իմանում ենք, տեղյակ ենք։ Ստենք property-ներ պետք է լինեն, որ market-ում չեն, listed չեն։ Եթե apartment building-ներ ունենք ծախու, հետաքրքրող գնողներ ունենք տանց համար։ So warehouse-ներ, retail store եւ apartment building, անշուշտ տուների գնողները միշտ ունենք։ They're always there. So այդ գույս չեմ մտահոգվում, որ ձեր տուներից ուզում եք ծախեք առանցի գլխացավի լիստինգի բավականի գնողներ ունենք։ Որևէ արժեքով, որևէ տեղ, որևէ լիմիտով, որևէ արժեք, այսինքն նորմալ շուկայական արժեքով։ Mən այն տոկոսները ինչպես փակվավ, հետո լիստինգներ ունեն, մանավանդ փակել լիստինգներ ունենք, որ շուկայում չի, մարքեթում չի, ձեզի ցույց կտամ մեկսից հետո։ So առաջ նայենք տոկոսները։ Ստանք refinance-ի համար եմ ցույց տալի, ուրեմն այն տոկոսները, որ 300,000-ից պարկը ներողություն 300,000-ից 800-6000-ը եւ 781 credit score ունես եւ single family house տունի մասին է խոսքը, կենես 6.25 առանց point-ի կամ 6.125 1 point-ով։ Նույն պայմաններով, բայց դու դու գումար քաշես, cash out անես, այդ հետևի AD-ուն սարքես 6.375 0 point-ով 40% equity-ա պետք, բայց մնացածը նույնն է։ High balance 806,000-ից մինչև 1,200,000 refinance անեք, 5.99 1 point-ով, եթե ձեր տոկոս արդեն 7-երի մեջ եք, definitely կարժի։ Եթե first time home buyer եք տուն եք ուզում անեք, ուրեմն այս ծրագիրը ես քանի շաբաթ առաջ սկսամ ձեր հետ, հիմա շարունակեմ հիշացնեմ։ Տեսնում եք այդ կանանչը 6.125 1 point-ով, եթե այսօր դուք տուն առնեք եւ եթե որևէ տեղ, որևէ բանկ եւ հիշացնեմ, խնդրում եմ, որտեղ որ ձեզի ով ինչ տոկոս ասում, 3-4 տեղ հեռաձայնեք եւ բախտատեք տոկոսներն են։ Մի շուտ առաջի ասողին էլի ես կամ իմ նմանները ուրիշներին կամ real estate-ի ծանոթացած agent-ին տոկոս ասում, միայն տոկոսի չի, ծախսնել։ Տոկոսը կարող է քիչ լինի, բայց ծախսը չի ասի։ Հուսով եմ դուք իմանում եք այս 5.8-ը, որ տեսնում եք կողքի 2 point-ը ինչ է նշանակում։ Նշանակում է, եթե քո պարկը տա $800,000 պարկը, դու միայն $16,000 վճարելու ես 5.8-ը ստանալու համար։ Բացի escrow, բացի մյուս ծախսերից, միայն տոկոսի համար $16,000 պետք է վճարես 5.8-ը ստանաս։ 6.1-ը ստանալու համար 800,000-ի պարագայում $8,000 պետք է վճարես։ Այդ մեկը նշանակում է պարկիդ 1%-ը։ Եվ եթե չես ուզում 8,000 կամ 16,000-ը վճարես, կարող ես 6.5% ստանաս եւ որևէ գումար չվճարես տոկոսի համար։ Սո բախտատելով, եթե ինձ հեռազանես պարագայում 6.5-ը, բայց այդ ռաթևոս ասում է 5.8, բայց այդ 16,000 քան թե 0-ն, դա պետք է բախտատեք իրար հետ։ Բայց մենք special-ը որ դերեր ենք ձեր համար, ասում ենք թե մենք ձեր համար package deal ենք անում, համ տոնն ենք առնում, համ ֆինանսավորումն ենք անում։ Այս 6.125-ը, որ եթե $800,000 պարկի ժամանակ $8,000 պետք է վճարես, մենք ձեր համար այդ 8,000-ը 0 է լինում։ Այսինքն 800,000-ի վարկ է ստանում, 6.125-ն է ստանում եւ 0 է վճարում։ Պարզելով, սա ինչ կանանչ հիմա տեսնելու եք, այս կանանչները ձեր համար 0 կենի տուն առնելու պարագայում, երբ որ երկուստ են անում։
Սա 10% կանխավճարով նույն ձևի մինչև 800,781 credit score-ով owner occupied մեջ ենք բնակում single family house հողով տունի մասին է խոսքը 20%-ի պարագայում 6.425 1 point-ով 25 տարվան է նույն ձևի 20 տարվան է կարող է 20 տարվա վերցեք թե payment-ները կարող է վերցեք 5.99 1 point-ով ու նորեն էս մեկը ձեր համար 0 կենի եթե տունն էլ առնում են կամ 15 տարով վերցնենք 5.25 կարող է քիչ տոկոս վերցնենք 10 տարվանը 5.125 հիմա high balance-ները որ ելում է այն վարկերը 806,000-ից 1,200,000 են so նորից օրինակ տամ եթե այսօր 1 միլիոն ձեր վարկն է 6.625-ի պարագայում պետք է $10,000 վճարես որ եթե մենք ենք անում package deal-ով այս 10,000-ը 0 այլում ձեր համար 6.375-ով $20,000 պետք է վճարես միայն տոկոսը ստանաս 20% կանխավճարով 30 տարվա վարկ 6.5 1 point-ով որ ինչպես ասամ ընդանք որ package deal եք 0 այլում 25 տարվա fix-ը 6.5 ներողություն կանանչ չի բայց սա էլ նույնը 20 տարվա fix-ը 6.375 1 point-ով 15 տարվան նորեն կանանչ չի բայց ներողություն, էլ 5.75 FHA-ները որպես որ ասեմ ավելի քիչ եկամուտ է պահանջում, ավելի քիչ եկամուտ է պահանջում եւ ավելի թեթև է պայմանները 5.625 30 տարվա fix-ը high balance-ը 5.625 եւ եթե FHA loan ունեք, FHA-ից FHA ուզում եք 6.5% որևէ ծախս, որևէ թուղթ, ոչինչ չեն նայ ջամբոները 6.375 1 point-ով 25% կանխավճարով մինչև $3 միլիոն նորեն մենք կարող ենք անենք սա ձեր համար 0 point-ով interest only միայն տոկոս ես վճարում 6.625 1 point որ նորեն 0 point-ով կարող ենք անենք ես bank statement program առանց tax return-ի եթե self-employed եք դուք bank statement-ներն են նրանց ցույց տալի 781 credit score-ով 30% կանխավճարով սա մինչև $2 միլիոն ջամբոներն է եւ այս մեր line of credit-ներն է որ line of credit-ը կենտրոնական բանկի տոկոսին կախյալա ոչ ոք չի կարող ձեզի ավելի լավ տոկոս տա նրանք ասում են 5.99 ժամանակավոր է is not a long term rate is short term So ինչպես տեսակ տոկոսները լավ են տոկոսները խնդիր չունենք մանավանդ մեր special-ը ունենք լրիվորեն այսինքն 6.1 ձեր տոկոսը առանց ծախսի 5-երի մեջ ունենք Լիստինգները շատ կարևոր է արագացնեմ ժամանակը չի ներում մանավանդ որ ինչպես ասամ ունենք բան որ մարքեթում չի այդտեղ ուզում անպայման տեսնեք շատ կարևոր է եթե հետաքրքրված եք So մատ արագ լիստինգների վրայից անցնեմ որտեղ նա ժամանակը չի ներում ամենը ցույց տալու համար բայց լսացիք ինչեր պահանջում ենք մեկ պաշտոնյաներ անշուշտ եւ երկրորդը եթե warehouse-ներ ունեք commercial property ունեք retail ունեք մեկ արամեքանիկ եւ apartment building-ներ ու մարքեթում չի մենք ունենք approved buyer ու պատրաստ են արդեն So նայենք լիստինգները խնդրում Դրանք անշուշտ ամենը ուրբաթ օրվա վերջի update-ներն է Condominium-ները, ասենք starter home առաջի անգամ առնելու համար, եթե ուզում ես արժան առնես Northridge 2 ննջասենյակ 3 լվացարան 1177 square feet, 370 square feet, 370-ը Homeowners Association-ն է $565,000 Եթե առաջի անգամ տուն եք ուզում առնեք եւ affordable ուզում եք արժան ելնի, բակլեն ունի, նստելու տեղն ունի, why not? Private garage-ն ունի Start low, հետո կթանկանա, հետո կծախես, հետո ուրիշ կառնես Silmar 3 ննջասենյակ 3 լվացարան bedroom count ունի 1520 square feet է Chops-ն էլ ունի Homeowners Association-ը բավականին արժան է $250 $669,000 So I don't see anything wrong with this property or կարողանաս առնես Մեկ իջ հեռու է այո ես էլ չեմ կարող Beverly Hills ապրեմ բայց չի նշանակում որ պետք է տուն չառնեմ որովհետեւ Beverly Hills-ում տուն չեմ ուզում ու չեմ կարող առնել օրինակ եմ ասում Մյուսը Sherman Oaks 2 ննջասենյակ 2 լվացարան 1475 square feet բավականին մեծ է $587 Homeowners Association Homeowners Association-ը բարձրացել որտեղ utility-ները իմանում եք կայծ ջուր ինչքան է թանկացել insurance ինչքան է թանկացել ըստ ամեն թանկությունների պատճառով է որ Homeowners Association բարձրացել եթե չունենաք դուք պետք է վճարեք էլ եք հանգեք վճարելու $749,000 Sherman Oaks-ի լավ location-ում է
լավ տուն է, լավ unit է, տեսակ բակը, balcony, barbecue grill ամեն ինչ ունի։ Նորեն Sherman Oaks 3 ննջասենյակ 2 լվացարան 1767 square feet, size-ը մեծ է, սրտաբաց է, ձեռնբաց է, խոհանոցը նայեք բավականին մեծ է, որ հանգիստ մեջ շարժվեք, $749,000 asking price, kitchen ամեն ինչը brand new remodel-ած է, you can't go wrong եւ անշուշտ թաղամաս է Sherman Oaks-ի, լավ թաղամասներից է, Washington կապլներն է, this is a great property։ Silmar 3 ննջասենյակ 3 լվացարան 2560 square feet, ավելի մեծ է, քան շատերի տուները որ ունեք, եւ անշուշտ Homeowners Association-ը միայն $250 է, $765,000 asking price for first time home buyer-ի համար, եթե չես կարող այսքան մեծ տուն առնես ուրիշ տեղ, կարող ես արժանով սկսես, հետո ժամանակի ընթացքին կարող ես նույնիսկ վարձու տաս, երբ որ ի վիճակի ես ուրիշ տուն առնես։ Pasadena 3 ննջասենյակ 2 լվացարան 1505 square feet $480 Homeowners Association-ը Pasadena-ի շատ լավ location-ից մեկն է $850,000 asking price որպես Pasadena, որպես այս վիճակի, որպես այս թաղամաս $564 per square feet բավականի լավ արժեք են դրել, it's a good price at that price, so առնողը անպայման շահավետ կլինի եւ balcony-ներն ունի նստելու համար եւ փուլն ունի։ Հողով տուներ նայենք, այնքան որ լիստինգի մեջ չեն մեկ հետո ցույց կտամ վերջավորությունը Palmdale 3 ննջասենյակ 2 լվացարան միշտ բողոքում են այդքան Arizona, այդքան Texas չեն կարող առնենք, որ Palmdale Arizona-ից ու Texas-ից էլ մոտիկ է 1700 square feet ունի մեծությունն է, 7800 հողամասի մեծությունն է, 89 թվականի շենք է, մաքուր վիճակի մեջ է, remodel-ած է, recessed light-եր ունի, bathroom-ներ ամեն remodel-ած են, $525,000 փուլով տուն է Palmdale-ում։ So այդ Arizona-ի ու Texas-ի մասին որ խոսում են ժողովուրդը, երբեք ձեզ չեն ասում այդ Arizona-ի եւ Texas-ի Palmdale-ն է, դա Arizona-ի ու Texas-ի Beverly Hills-ն է, այդ մասը չեք իմանում։ Canoga Park 3 ննջասենյակ 3 լվացարան 1912 square feet, այո, մեկ ինչ թանկ է, բայց որպես starter home պատրաստ է, moving condition, մեկ penny պետք է չունեք ծախսեք, այս տունը կարող եք առնել 750,000, բայց պետք է 200,000 ավել ծախսիկ, որ այս վիճակի գար, մեկ տարի ժամանակ պետք է դնեք վրան, ջղերի խանգարում, cash պետք է ծախսեք, այսի պատրաստ բալանին տալիս են 8 ամիս խնայում այս ժամանակից, 3 ննջասենյակ 3 լվացարան, $1 million asking price, պատրաստ moving condition եւ Canoga Park-ում, which is a good location, nothing wrong with it, բավականին մոտիկ է մեր հայկական եկեղեցիներին, դպրոցներին, խանութներին, մեծ հայկական մշակույթ կա այդ շրջակայքում, basketball court-ը ունես ու մեզ երեխեն practice անի։ West Hills 4 ննջասենյակ 3 լվացարան 2518 square feet, size-ի խնդիր չունես, տունը նայեք, տունը լավ վիճակի մեջ է, նորեն պետք է չունեք փող ծախսեք to move-in, ամեն աշխատանքը ելել է ձեր համար պատրաստ, size-ի խնդիր չկա, $1,100,000 asking price $436 per square feet։ Դու ես տուն ուզենաս այս վիճակի սարքես, գոնե $200 per square feet պետք է ծախսես միջով հասածես այս վիճակին։ Մեծամասնությունը ելել է, so you don't need to spend the money, այո, bathroom-ները ամեն remodel չի ելել, բայց ամեն bathroom-ը մոտավորապես $10,000 ծախսն է, փուլով տուն է, ամառը գալիս է, enjoy it, եւ West Hills-ն է շատ լավ location է։ La Cañada Fringe 3 ննջասենյակ 2.5 լվացարան, լավություն ինչու այսքան արժան դրել, որովհետեւ պարզապես բակը step down է, which I don't think it's a big deal, հիմա եթե երեխաները 10 տարեկանից մեծոտ են, չի խանգարի, կարող եմ ասեմ 2 տարեկան, 5 տարեկան երեխի համար է խանգարում, բայց տունը նայեք, beautiful, perfect, all glass, մեծամասնությունը ապակի է, 2600 square feet ունի մեծությունն է, 8000 square feet հողամասի մեծությունն է, $2 million asking price $756 per square feet, ամեն նկարները չեմ կարող ասել դնեմ բավականին նկարներ կա, այս դեքն է հետևի մասը որ տեսնում եք, դեքից ստեից աստիճանները գայսեցած, դու բակը այս ցածի մասն է, it's a huge place, 8000 square feet հողն է, I don't think there is a problem as ցածը, բայց they priced it right, ճիշտ են արժեքավորել։ Pasadena 6 ննջարան 4.5 լվացարան, այո 4400 square feet տուն, 8700 հողամասի մեծությունն է, asking price $2,200,000, պարզայում ես Pasadena-ում, ինչու այսքան արժան 490 մետրով, what's the problem? No problem at all, էսի լավ արժեք է դրել,
Չեմ ասում վատ թաղամասը, but it is not their prime location, but it's not in a bad location either. So շատ լավ արժեքադր է, դուրսից տեսակ այդքան չի տպավորվում, այսքան մեծ տուն պետք է լինի, բայց վիճակը նայ ներսին էլ լրիվ պատրաստ լիմադել պայմանների տակա, so I don't see anything wrong with it. Ներսում եւ բակն էլ ունի, so it's beautiful home, beautiful, so make a size-ի պետքություն ունի եւ մոտիկություն, this is it. Commercial is off market, 3 unit Glendale is not in MLS, is not in the market. Առաջինը house տունա առաջը, 2 bedroom 1 bath, որ հիմա ներկայիս $3000 վարձ է առնում։ Հետևը երկու հատ 1 bedroom 1 bath ունի, որ մի հատ 1 bedroom-ից է technically 2 bedroom-ը, որ ստանում է $1800 վարձ եւ $1950 վարձ։ Այս 3-ը տեղ ունեն, որ վարձերը բարձրանա 3500-ի, 2000-ի եւ 2000-ի։ Բացի ստան մատը detached garage ունի, հետևից alley ունի, հետևից էլ access ունի, եւ այս garage-ը կարող ես convert անես ADU-ի։ 2561 square feet ներկա square feet-ն է 7600 square feet հողամասին է Glendale 3 unit այսօրվա վարձերը ստանք են որ մոտ $6700 վարձն է կարող ես վարձերը բարձրացնես մինչև $7500 եւ հետեւը մահատել ADU սարքես մյուս ունենք նորեն Glendale 4 unit է առաջինը 3-ից 4 էլ unit են house չկա 3 ննջասենյակ 3 լվացարան առաջինը որ հիմա շատ քիչ է վարձ 1780 որ էսի մինչև $4000 վարձու կարող ես տաս 3-ը 1 bedroom ունի վարձերը նորեն շատ քիչ են 1200 1300 կարող ես վարձու տաս մեկը $2000 so $10000 եկամուտի ճանապարհ կա տունի մեծությունը 4713 square feet տունի մեծությունն է 7775 հողամասի մեծ եւ հետեւը carporter ունի կարող եք 2-3 հատ unit էլ հետևը սարքել հետևը եւ այս մենք ունենք Pine Mountain Club 3 ննջասենյակ 2 լվացան vacation home Fraser Park-ը որ դա Fraser Park-ում 1200 square feet տունի մեծությունն է 13000 հողամասի մեծությունն է $375000 Fraser Park-ում պատրաստ վիճակի մենք ինչու նկարները ցույց չեր տալի So ինչպես տեսակ մեր ծրագիրը Ավարտին հասնում վերահիշացնեմ, եթե license real estate agent-ներ եք եւ license loan agent-ներ եք, եւ ուզում եք միանալ մեր անձնակազմին, սիրով համեցեք, հեռացանեք, ռեզումեներ ուղարկեք, կհանդիպենք շուրջ կամ ճաշի ատեն եւ զրույց կտանք պայմանները։ Երկրորդը, եթե off market listing-ի մեջ չի եւ ունեք commercial կամ residential տուներ, մենք ունենք բավականին գնողներ, որ ուզում են նամարվան commercial warehouse-ների գնող ունենք 5000-ից մինչև 10000 square feet 3 հատ, մեր retail սպասելիք ունենք, որ 2000-ից մինչև 5000 square feet retail storefront շենք լինի, Glendale Burbank Lackawanna Lackawanna շրջակայքում կարող է North Hollywood Studio City-ել այդան մեկ ինչ մոտիկները, մինչև Silver Lake-ել կարելի է, եւ անշուշտ ունենք գնող, որ auto mechanic, auto body, tire shop, բայց հողով Արանցի հողի չենք ուզում եւ երրորդը անշուշտ ունենք apartment building-ի գնողներ, այդ apartment building ունենք 5 unit and up, rental անպայման մեզի հեռացանեք, սիրով կնստենք դա մասին զրույց կտանք եւ անշուշտ եթե listing էլ ուզում եք անեք ուրիշ listing-ներ, դա էլ կարող ենք ձեզի օգնենք վաճառելու համար, բայց ինչպես միշտ հիշացնեմ, առանց loan-ի շատ բաներ չեք կարող արել, եթե cash buyer եք հասկացամ, եթե ոչ loan-ի պետք է առաջ դիմեք, any commercial loan, SBA loan, residential loan, HELOCs, առանց tax return-ով եւ այլն։ Կհանդիպենք ձեզ մյուս շաբաթ St. Patrick's Day շնորհավոր լինի, դա համար կանանչ եմ ակե St. Patrick's մենք չունենք մեջ հայրից մեջ Irish, բայց կհանդիպենք ձեզ մյուս շաբաթ, տեսություն։